Իրոջը փառք եղբայրներ քույրեր այսօրվա համար է։ Մենք սրտանց շնորհակալ ենք Տիրոջից այսօրվա համար։ Այս լուսաբացամոր Աստված այս լույսը բացեց մեր վրա եւ մենք մեկտեղ նորից հավաքվեցինք։ Աստված ունի ծրագիր, Աստված ունի խոսք բոլորիս համար եղբայրներ քույրեր։ Նոր սուր գիրքը մեզ սովորեցնում է, երբ որ գալիս ենք Աստծուն, ավելի ականջ դնենք Աստծո խոսքին լսելու, այդ խոսքերը մեր մեջ տեղավորելու սիրելիներ, որպեսզի դրանք մեր համար կյանք լինեն։ Բնական ինչպես որ տեսնում եք գրված է Կորինթացիների, առաջի Կորինթացիների երկրորդ գլխի երկրորդ խոսքն է։ Որովհետև միտքս չէի դրած ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Հիսուս Քրիստոսին եւ այն է խաչվածին։ Պողոս Արաքյանը Կորինթոսի եկեղեցուն նամակագրում եւ իր փապակը, իր նպատակը մեկ բան է։ Իրան հետաքրքիր չի որևէ մեկ բան, գիտություն ունենան, գաղափար ունենան, Արաքյանի նպատակը եղել է իրանց մեջ տեսնել Հիսուսին, որոնց կյանքը կառուցված լինի Հիսուսի վրա, եղբայրներ քույրեր։ Մարդ ինչ միտք ունի, ինչին է ապավինում, ինչ նախանձավորություն ունի, ինչի վրա է հիմնում ինքը այս կյանքում, դրանք բոլորը անիմաստ են։ Ունենալ գաղափար, գիտություն, հավատացյալ անուն, այդ բոլորը իմանալը դա շատ քիչ բան է։ Ամենակարևորը, որ մենք մեր կյանքը կառուցենք Տեր Հիսուս Քրիստոսի վրա սիրելիներ։ Որտեղ նա կյանք տվեց մեզ, այսինքն Պողոս Արաքյալի նպատակն է ուղղել Կորինթոսի եկեղեցուն դեպի Գողգոթա, դեպի խաչալ Քրիստոս, որտեղ կատարվել է մեր բոլորիս փրկությունը։ Այսինքն Աստված միակ խոսքով չասեր դուք փրկված եք։ Մեր փրկության համար իր միածին որդին խաչը հանեց։ Մեր գաղափարից վրա, մեր հասկացածից վրա, ինչքան էլ մենք ուզենանք հասկանալ Քրիստոսի չարչարանքները ինչպես է տառապել, դա մեր մտքից վեր բան է։ Մենք գիտենք, որ Տեր Հիսուսը տառապել է իմ եւ քո համար երիտասարդ, որ մեր մեջ կառուցվի այդ կյանքը, ոչ մի բանի վրա հույս չդնենք, ոչ մի բանի վրա մեր կյանքը չկառուցենք, կառուցենք կենթանի Աստծո խոսքի վրա։ Երբ որ Տերը Հեսուի միջոցով առաջնորդում է ժողովրդին, ինքը տանում էր մարդկանց դեպի այն ճանապարհով, որտեղ Տերն էր ասում։ Հեսուի գրքում ենք կարդում ենք դա։ Երբ որ Տերը խոսեց Հեսուի հետ եւ ինչ ասեց նրանց։ Ասեց ձեր եւ տապանակ տանողների միջև հեռավորություն լինի։ Երբ որ այդ տապանակը պետք է տարվի, դուք նրա հետևից գնացեք։ Երբ որ նրանք կանգնեն, դուք էլ կանգնեք։ Կարծես Աստված շատ խիստ բաներ չի ասել։ Նայի, ուխտի տապանակը տանում են, իրանք քայլում են, դուք էլ քայլեք։ Իրանք կանգնեցին, դուք էլ կանգնեք։ Շատ հասարակ բան է, բայց սրա մեջ կա հնազանդության խոսք, հետևելով որ ինչ որ պատվիրվում է, դա անիմաստ է։ Եվ երկրորդ քայլը որը եղավ։ Սրբեցեք ձեր անձերը, որտեղ ձեր մեջ հրաշքներ պիտի լինի։ Աստված, երբ որ մարդուն տանում է, խոսք է տալիս մարդուն, Աստված միշտ զուշացնում է մեզ, ամեն քայլի մեջ լինել ուշադիր, ամեն քայլի մեջ հետևել մեր կյանքին։ Արդյոք մենք համաձայն ենք, որ մեր կյանքը կառուցենք Քրիստոսի վրա, թե ունենք գաղափար, հասկացողություն, միտք, մեր անելիքները ինչ որ ուզենանք, հետնել Աստված պաշտենք, այդպես չի։ Ես այդ շարունակության մեջ պետք է կարդամ, երբ որ Տերը անցկացրեց ժողովրդին, եւ Հորդանան գետը բացեց անցկացրեց, նրանց ասեց դուք մոտեցեք, հենց որ ձեր ոտքի թաթերը կվան ջրին, ջրերը պետք է բացվի։ Կարծես շատ հասարակ բան է ասում, դրա մեջ ինչ կա Տերն ասել է, բայց այդ ժամանակ գետը շատ բարձրացած էր, մարդկանց մեջ վախ կար, բայց իրանց ասվել էր մոտեցեք, Աստվածն ասում։ Հորդանանը անցան,
Կարծես ամեն բան վերջացավ, Երիկոյի պատեր իրանց առաջ կանգնեց։ Եվ իրանք պետք է հաղթարային նույնն էլի Աստվածն է խոսում։ Աղաղեցեք եւ Երիկոյի պատերը փուլ պիտի գան։ Կարծես շատ հասարակ բան է ասում Աստված։ Ինչ կա պետք է աղաղես։ Դե խոսում հնազանդության մասին, Աստծո խոսքի վրա ապավենելու մասին։ Երիկոյի պատերն քանդվեց։ Իրանք անցան։ Ձեներ եւ դրանից հետո երբ որ գային դուրս եկավ իրանց, մտածեցին, որ Հորդանանը բացվեց, մենք անցանք, Երիկոյի պատերը քանդվեց, եւ ինչ մեզ կարող խանգարել, կամ Աստված մեր հետ գործ արեց։ Եվ երբ որ թերագնահատվեց, այս ժամանակ իրանք սկսեցին պարտվել 36 հոգի որ ընկան, Հեսուն ընկավ երեսի վայր եւ ասեց. Ուրեմն այսպես մի բան այնպես չի, մենք պարտվում ենք, այնպես չի, ուրեմն Աստված այս անգամ լրեց։ Եվ այնտեղ գտան Ակավին, եւ որ մեղք էր գործել, մեղքը թաքցրել են։ Սերի երիտասարդներ, Աստված մեզ տանում է, Աստված մեզ առաջնորդում է, ինչպես Պողոս Սարակյանն ասում, ես ուզում եմ ձեր մեջ տեսնեմ կենդանի Քրիստոս, խաչյալ հարության Հիսուս Քրիստոս, որ ձեր կյանքը կառուցեք նրա վրա, որ ձեր փոխարեն Աստված ամեն բան արել է, հիմա էլ անում է, այս ժամանակի մեջ Աստված բոլորիս հետ գործը անում է։ Եվ արդեն Հեսուի գրքի մեջ մենք կարդում ենք 24-րդ գրքի մեջ, Հեսուի գիրք 24-րդ գլուխ 14 խոսքի մեջ գրված է։ Եվ Տերը ասում է. «Եվ հիմա դուք Տիրոջից վախեցեք եւ նրան հավատարմությամբ եւ ճշմարտությամբ ծառայություն արեք եւ դենք ծեցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը գետի այն կողմին եւ Եգիպտոսի մեջ ծառայություն արին եւ Տիրոջը պաշտեցեք»։ Առաջինը վախեցեք Աստծուց։ Եթե Աստծո վախ չեղավ, մարդ երբեք չի կարող ունենալ հավատարմություն, մարդը չի կարող ճշմարտությամբ Աստծո առաջ քայլել։ Կարևոր բան ասում։ Ծառայեցեք Աստծուն, հավատարմությամբ եւ ճշմարտությամբ։ Ու նորից կարծես մարդու վրա, մարդու համար Աստված նորից առաջարկ դնում։ Տեսեք ամեն քայլի մեջ Տերը ասում է. դուք այսպես արեք, սրբեցեք ձեր անձերը։ Դուք նստեք, երբ որ քահանաները քայլեն, դուք էլ նրանց հետևից քայլեք։ Մոտեցեք գետին եւ գետը պիտի բացվի։ Աստված դնում է պահանջ, առաջարկ եւ սպասում է կատարման։ Որտեղ որ կատարվում է, այնտեղ հաջողվում է ամեն բան։ Լսեցին Աստծուն հաջողվում է, բայց մի բան, երբ որ մեղքը թաքցրել, արդեն սկսեցին պարտվել։ Այսպես լինում է ամեն հավատացյալի կյանքի մեջ։ Երբ որ հավատարմության Աստծո խոսքին եւ ճշմարտության Տիրոջ խոսքի վրա մենք ապավինում ենք, սիրելի եղբայրներ, քույրեր, այն ժամանակ Աստծո խոսքը իրականանում է մեր կյանքում։ Այդ ժամանակ Աստծո խոսքը գործում է սրտերի մեջ։ Բայց մյուս տեղը նորից տեսեք ինչ ասում Տերը։ Տասնհինգ խոսքի մեջ, բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաջելի է, եթե ձեզ անհաջելի է Աստծուն ծառայել հավատարմությամբ եւ ճշմարտությամբ, ընտրեցեք այսօր ձեր համար, թե որ Աստծուն եք պաշտելու։ Նորից Տերն ասում է, չի ստիպում Աստված երբեք։ Տերն ասում է, այսպես ծառայեք Աստծուն։ Եվ ասում է, եթե ձեզ հաջելի չի Աստծուն ծառայեք հավատարմությամբ եւ ճշմարտությամբ, ընտրեք որ եք ուզեք։ Աստված ասում է, ընտրեք որ եք ուզեք, բայց Աստված հարց ունի բոլորիս հետ, որ տեսնի մեր հավատարմությունը եւ ճշմարտությունը Տիրոջ առաջ։ Եվ հիմա դրանից հետո Հեսուն ասեց, բայց ես եւ իմ տունը Եհովային պիտի պաշտենք։ Ասեց դուք արեք, ես եւ իմ տունը Եհովային պիտի պաշտենք։ Արդեն նոր մենք գալիս ենք այնտեղը, որտեղ այսօր գրված է խոսքը Հեսուի գրքի 24-րդ գրքի 15 խոսքի մեջ։ Դրանց առաջ գրած է, որ մենք նշաններ տեսան, այսքան բաներ դու տեսար, ինչ որ Աստված արեց ձեզ, ինչպես Տերը ոսել, մենք Աստծուն պետք է ծառայենք, բայց Հեսուն ինչ ասում։ Դուք չեք կարող Եհովային պաշտել, որտեղ նա Սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է, ձեր հանցանքներն ու մեղքերը չի ների։
Եկ մարդիկն ասում են, մենք Տիրոջը կպաշտենք, դա մարդու միտքն է, մարդու գաղափարն է, մարդու սիրտն է, ես կպաշտեմ Աստծուն, ես խոնարհվեմ Տիրոջ առաջ, դա ամենահեշտ բաներն է, սիրելիներ, երբ որ մենք ասենք, որ մենք կարող ենք Աստծուն պաշտենք, դա մեր գաղափար միտքն է, բայց ոնց է մտածում Աստված այդ մասին, ինչպես ասում Տերը մեզ, սիրելի եղբայրներ, քույրեր, ստեղ ասում է, դուք չեք կարող, կարծես բոլոր իրանց հույսերը կտրում են, իրանք ասում են մենք պաշտում ենք, ասում են դուք չեք կարող, որտեղ Աստված նախանձոտ Աստված է, եղբայրներ քույրեր Աստված նախանձոտ Աստված է, Աստված իր միածին որդին, որ մեր համար տվել է, Աստված ամեն բան արել է մեր համար, եւ Աստված ուզում է, որ մենք նրան սրբությամբ եւ ճշմարտությամբ պաշտենք ու երկրպագենք Աստծուն այնպես, ինչպես Աստվածն է ուզում, ոչ թե ինչպես մենք ենք ուզում այս ժամանակաշրջանի մեջ։ Հոգևոր կյանքը այս ժամանակներում դարել է շատ հեշտ, շատ հասարակ, գաղափար, բայց եթե մենք մեր անցած ճանապարհի վրա չկառուցեցինք մեր կյանքը, մենք ամեն քայլի մեջ չզգուշացանք, Հիսուսի առաջ բերեցինք մեր կյանքը ու ամեն քայլի մեջ լսեցինք Հիսուսին, մենք անկում ենք ունենալու։ Համար մենք հրաժարվենք մեզանից, որ կարողանանք Աստծուն պաշտենք, այսինքն Հեսուի ասածն է, դուք չեք կարող նրան պաշտել, նա նախանձոտ Աստված է, ձեր հանցանքներ ու մեղքերը չի ների, որից հետո եւ ասեց, որտեղ երբ որ դուք Եհովային թողեք, ու տան աստվածներ պաշտեք, այն ժամանակ էլ նա ետ կդառնա, ձեզ բարի կանելու, ձեզ չարչարույթ բնաջինչ կանենք։ Երբ ժողովուրդն ասեցին Հեսուին, մենք կանենք ամեն բան, որ Աստված ասում է մեր գային։ Տեսեք ինչ ասում Աստված եւ որ տանում է, նա սիրո Աստված է։ Նրա նպատակն է, որ մենք իր առջև լինենք սրբությամբ եւ ճշմարտությամբ։ Աստված այսօր որ մեզ հավաքել այստեղ եղբայրներ, քույրեր, սիրելի երիտասարդներ, ինչքան բաներ կա սրտների մեջ, մտքերի մեջ, գաղափարների մեջ, ծրագրեր ունենք, անձնական ծրագրեր, անձնական մտքեր, որ ոչ մեկ չիմանա։ Աստված տեղ նստած բոլորի մտքերը, սրտերը, ծրագրերը, հատիկ գիտի Տերը, ու մենք բացվի մեր կյանքը Տիրոջ առաջ գան, խոնարհվելու իր առաջ, որ Աստված ինքը խոսի մեր սրտերի մեջ, զղջալով գան Տիրոջ առաջ եւ Աստված այդ բոլոր մեղքերը կների եւ ողորմություն կանի։ Ես պետք է կարդամ Սուրբ գրքից մի տեղ, որը գրված է Գաղատացիների թղթի մեջ, Գաղատացիս 6-րդ գլուխ 14 խոսքը պետք է ընթերցեմ, Գաղատացիս 6:14-ը։ Սակայն ինձ քարդից պարզենալ, բայց միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհ ինձ համար խաչված է եւ ես էլ աշխարհին։ Տեսեք, առաքյալի պարզանքը ինչի մեջն է։ Նրա պարզանքը Քրիստոսի խաչն է։ Նա պարզել է նրանով, որ Հիսուսին ընտրել։ Նա չի պարզել նրա գիտությամբ, իմաստությամբ, աշխարհի որևէ բաներով, բարեկամներով, որևէ մեկով, իմաստությունով, իր պարզանքը կենտանի Քրիստոսն է, խաչալ Հիսուս Քրիստոս։ Ինչի համար, որտեղ ասում է, ես նրա մեջ եմ, աշխարհը ինձ համար խաչված է։ Այս սա է ուզում Պողոս առաքյալը տեսնել Կորինթոսի եկեղեցու մեջ, որ ասում է խաչալ Քրիստոսը տեսնեմ ձեր մեջ, որ դուք եք խաչված եք աշխարհի վրա, աշխարհին ոչ մի բանի ցանկանաք, ձեր աչքերը ոչ մի տեղ չլինեն։ Ինչպես Եդեմանան պարտեզում Աստված խոսել էր Ադամի եւ Եվայի հետ, ամեն օր իրանց հետ խոսում էր, ամեն օր իրանց հետն էր, իր ներկայությամբ իրանց հետ էին, բայց հակառակորդ եկավ, այդ բանը ծռեց նրա մահը, եւ չասան դու Աստծուն մի հավատացեք, ասան երբ որ դեր հոգու աչքերը բացվի, դուք Աստծո պես կլինեք, տեսեք ինչ խորամանկ քայլեր անում հակառակորդը, չի ասում հերո մնացեք, ասում ասում ձեր աչքերը բացվի Աստծո պես կլինեք, բայց մի բան է, որ նրանց միտքը, էությունը շեղեր կյանքից արից եւ նրանց ուշադրությունը դարձներ բարի գիտության ծառի վրա դարձներ եւ հաջողվեց հակառակորդին։ Շատ բան պետք չի հակառակորդին անել։ Մարդու հայացքը շեղել, կյանքից շեղել, կյանքից արի շեղել։ Այն ինչ որ Աստված ասել է սրան մի արեք, դրա վրա շեղել կյանքը։ Ու մնացած վեր արդեն ինքնստիկան բոլոր բաները գնալու է։ Եվան արդեն իր մեջ ցեց գործել ամեն բան եւ տեսանավ ելուելու համար, աչքի նայել համար հաջելի էր, խապագել եղավ սրտի վերցեց ու գերավ։ Այսպես է հակառակորդ անում սերներ, երբ որ մարդու կյանքը կտրվում է
Քրիստոսից եւ որ խաչյան Քրիստոսից մարտերանում է իր կյանքը չի կառուցում կենտանի Քրիստոսի վրա մենք ամեն օր մեր վրա ուշադրություն չենք դարձնում ամեն օր մեր կյանքով չենք ապրում աստարակ թշնամու հաջողում աշխատեցության մեր հայացքը դարձնել աշխարհի փառքին աշխարհի գիտությանը ամեն ինչին ու մեր գաղափարը պետք է բացվի որ մենք ունենք Քրիստոս Տեր Հիսուս Քրիստոս ինքը խաչվեց եւ իր խաչով ինքը ուզեցավ որ կատարելապես կդրի մարդու կյանքը աշխարհից խաբեությունից ամեն բանից եւ դրա համար երբ որ նրանք ովքեր հայացքները դարձել են դեպի Գողգոթա դարձել են կենթանի ասում նրանք այդ ճշմարտության մեջ կարողանում են ապրել Պողոս Արաքյալը ինքը այդ կյանքը ապրել էր որ կարողացավ ասել նա հենց այն չասեց ժողովրդին Հենց այնպես չասեց, ես ուզում եմ Քրիստոսի տեսնել դերմեն, ինքը ապրել է այդ կյանքը, դրա համար ինքը փոխանցեց։ Ֆիլիպպեցիների 3-րդ գլխի մեջ կարդում ենք 7-8 խոսքերի մեջ կարդում ենք այնտեղը, որ հիմա կարևոր բան ասում Պողոս Արաքյալը, որ ամեն բանից զրկվեցավ եւ աղբամարեց ինչի Քրիստոսին ունենալ համար։ Սերի երիտասարդներ, եթե մի բան արժեքավորված է հոգևորի համար, երբեք մենք չմտածենք Եթե արժեքավորություն կա աշխարհի նկատմամբ, երբեք չմտածենք, որ Քրիստոսի խաչը արժեքավորված է հոգևորի համար։ Եթե աշխարհի մեջ էսունայնությունները, զվարճությունները արժեքավորված է հոգևորի կյանքի մեջ, Քրիստոսի խաչը արժեքած զրկվում է հավատացյալի կյանքի մեջ։ Բայց եթե Քրիստոսն է արժեքավորվում, Քրիստոսի խաչն է արժեքավորվում հոգևորի մեջ, աշխարհը դառնում է ունայն, ամեն բանից մասում է հեռանալ եւ սումը պաշտել կենթանի ասում։ Այս խոսքերն գրված Սուրբ գրքի մեջ, որովհետեւ մենք կարողանանք այդ խոսքերով ապրել։ Սերի երիտասարդներ, այն ինչ որ կարգախոսքը գրված է սոր, այն ինչ որ մենք նաև ասում ենք, այն ինչ որ մենք խոսում ենք, եթե դրան մենք հասնենք միայն մեկ դեպքում Պողոս Արաքյալը իրանց որ պատվեր տվեց, խոսեց, զգուշացրեց, որ դուք մենակ Քրիստոս ունեցեք, ոչ մի բանի վրա մի կառուցեք ձեր կյանքը կառուցեք մենակ կենթանի ասու վրա, դրա համար են ասում, որպեսզի մենք կարողանանք դրան, իսկ դա ոնց ճանապարհով ենք մենք կարող գնալ։ Մատթեոս 16:24-ի մեջ գրված է. Եթե մեկը կամենում է իմ հետևից գա, իր անձը ուրանա, խաչը վերցնի ու իմ հետևից գա։ Եթե այսօր հոգևորի պատերազմը մարդու դեմն է, որը բանի դեմ է, մենք չենք կարող Քրիստոսի խաչը ունենալ մենք չենք կարող Գողգոթա ձուլվել Հիսուս Քրիստոսի Այն հոգևորները որ հասկացել են Քրիստոս կյանքը, հասկացել են ով է Քրիստոս, ճշմարտությունը բացված է երկինք սիրելներ, պատերազմը մղում են մեր անձերի դեմ։ Ամեն օր պատերազմ մղելով մեր անձերի դեմ, մեր անձերը ուրանալով, որպեսզի Քրիստոսի խաչը այսօր դեպավորի մեր մեջ։ Մենք սրտան շնորհակալ ենք Տիրոջից այսօր համար սիրելի երիտասարդներ, ու մենք որ հիմա պետք է հայր մեր աղոթքով գանք Տիրոջ առաջ ու աղոթք անենք, մեր սրտերը բերենք Տիրոջ առաջ, անկեղծությամբ եւ ասենք Տեր Հիսուս Քրիստոսին, Տեր, բացի իմ կյանքը, ինչի վրա իմ կյանքը կառուցված, աշխարհի զվարճություններն է, հենարանը աշխարհն է, իմաստությունը, մարդն է, ով է իմ համար ավելի բարձր, ում վրա է կառուցված իմ կյանքը, երանի նրանց, որոնց կյանքը կառուցված կլինեն Հիսուս Քրիստոսի վրա եւ որոնց համար կյանքը Հիսուս Քրիստոսն է, շնորհակալ ենք Տիրոջից սիրելիներ, մենք կանգնենք հիմա ոտքի Տիրոջ առաջ